Հայցադիմում իրականում երկու հիմնական արգումենտ է դրված, մեկը կենտրոնական ընտրական հանձնաժողովը չունի նման լիազորություն, դա ընտրատարածքային հանձնաժողովի լիազորությունների շրջանակներում է, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ունի այլ լիազորություն եւ այլ լիազորության իրականացման շրջանակներում կարող է անդրադառնալ այդ խախտումների հետ կապված ընտրատարածքային հանձնաժողովի որոշմանը, միևնույն ժամանակ նաեւ այդ վարույթը ինչպես էր դա իրականացվել լսված լինելու իրավունքը, մասնակցության իրավունքը, փաստաթղթերի փաթեթը ոնց որ ամբողջ գործընթացի հետ կապված հարցադրումներ կան։ Դատական նիստը հետաձգվեց, որովհետև կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել էր միջնորդություն խնդրելով 2 ժամով հետաձգել, պայմանավորված փաստաթղթերը կարող է բառացի սխալ ասեմ, բայց փաստաթղթերը ձայնագրությունները կենտրոնական ընտրական հանձնաժողով տեղափոխելու, սկանավորելու հետ, ինչը ինքնին արդեն խնդրահարույց էր մեր կարծիքով, դրա համար մենք առարկեցինք, որովհետև ենթադրվում է, որ վարչական ակտը ընդունելուց կամ համապատասխան ակտը ընդունելուց մարմինը պետք է ունենա այդ փաստաթղթերի տիրապետման ներքո նոր համապատասխան ակտ ընդունի, ստացվում է, որ չունենալով համապատասխան նյութեր կամ նյութերը այլ տեղ են պահվել եւ ընդունել ակտը։ Բայց միևնույն ժամանակ նաեւ պատասխանողի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայությունը ներկա չէր, դրանով պայմանավորված հետաձգվեց 2 ժամով։ Հիմա կսկսվի մյուս գործով նիստը, ժամը 19:00-ին է նշանակված եւ 20:00-ին արդեն կշարունակենք հետաձգման պահից նախորդ նիստը։ Ակնկալիք այն է, որ այս երկու որոշումները պետք է անվավեր ճանաչվեն եւ վաղը արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողովը կունենա հնարավորություն այդ ենթադրյալ խախտումներին անդրադառնալ արդեն պատշաճ կարգով։